Ամենամուլտիպլիկացիոն ողջույնները գույների աշխարհից իմ փոքրիկ տաղանդավոր հեռուստադիտողներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ նաև ողջունում են ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, որ հիմա գտնվում են իմ ետևում։ Ձեզ ողջունում են, թատիկով են անում։ Ողջունում են նաև ապաչիները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքա բլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, աղի ձողիկներով, էլ որ ուչացի, հա, նոր ապրանքանիշ, նաև մարշմելոներով հանդերձ։ Ես ներկայացնում եմ նրան, տեսեք, փափուկ, թեթև, համեղ, մարշմելո արևի համով, ծիածանի, ամպիկի համով, այսպիսի համեղ մարշմելոններ են, նաև ձեզ ողջունում եմ մեր ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում։ Նա շատ բարի է, մեզ եթերային երկար ժամանակ կտա, որպեսզի մենք ձեզ հետ միասին նկարենք մի նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Երեք երբ ես ձեզ ներկայացրի ապաչի ընկերության մարշմելոններին եւ նկարեցինք արևի համով մեր այս ապաչին, հայտարարեցինք մրցույթ։ Քերի Մուլտիկնիկի գլխում միշտ ծագեց, որ ամբողջ շաբաթը նվիրենք ապաչիներին։ Ոչ թե միայն այս հերոսներին, որ նկարեցինք երեք, այլ ուղղակի ինչ հերոս նկարենք այս շաբաթ, ուղղակի նրանց տանք ապաչիի կերպար։ Օրինակ այսօր նկարելու ենք արջուկ, ապաչի արջուկ։ Տեսնենք մեզ մոտ ինչպես կստեղծագործվի, ինչ նոր կերպար կստանանք։ Պատրաստ եք։ Այս շաբաթվա նկարները նվիրված ապաչիներին, եթե այսօր արջուկ ենք նկարում, վաղը չգիտես շնիկ թե կնկարենք, կատու կամ ինչ հերոս էլ նկարենք, կտանք ապաչի հերոս։ Այս ապաչիները այս շաբաթվա որ նկարեք, կուղարկեք Քերի Մուլտիկնիկին, կմասնակցեք մեր մրցույթին, ապաչիների կողմից կստանաք այս համեղ ձողիկները, կրեկերները, չիփսերը, արևածաղկի սերմերը, նույնիսկ մարշմելոները, որպես մրցանակ, իսկ Քերի Մուլտիկնիկի կողմից գրավիրվեք մասնակցելու մեր հաղորդմանը։ Պայմանավորվեցինք, դե ձեր գունավոր մատիտները, սպիտակ թղթիկները, սև կախարդական մատիտը եւ ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Հիմա ձեզ ամենադյուրին ձևով, շատ հեշտ ձևով սովորեցնելու եմ նկարել ապաչի արջուկ, արջ ենք նկարելու սիրելի փոքրիկներ։ Շատ հեշտ ձևով։ Այստեղ գլխակապ շորիկ ենք նկարելու փոքրիկ, այսպես, թեքությամբ։ Զիգզագաձև նախշ։ Ճակատային մաս։ Հեշտը չի ստացվում, շատ լավ է։ Այստեղից ականջներ, արջի ականջներ, հոպ, 1, 2, ականջներին ես խորություն կտամ, 1, 2, այս ականջը մի փոքր ստացվեց, դու կարող եք ռետինե ջնջոցով մաքրել եւ նկարել ինչպես հարկն է, մի քիչ մեծ կամ հավասարաչափ։ Տեսեք, սիրելի փոքրիկներ, այստեղից փետուրներ եմ նկարելու։ 3 փետուր, 1, 2, մեկն էլ կենտրոնում ավելի բարձր, 3, կենտրոնական գծիկները կտանեմ, շատ լավ է, հիմա արջուկին ենք նկարելու գլուխը, շատ հեշտ ձևով էսպես, օպ, չենք չարչարվում, կզակ նկարել եւ այլն։ Այստեղից կոր գծիկով, կարծես թե, այդպես թելիկով ինչ որ մի բան է կախված, ասենք, լավ, արջի ատամով, չէ, եւ դինոզավրի ատամ կախված, այսպես օպ, կամ մի այլ կենթանու։ Հիմա դունչիկն ենք նկարելու։ Այստեղ կենտրոնական մասում հավկիթի նման պատկեր եմ նկարելու։ Ձվիկ էլի։ Աչքերը շատ բարդ չենք նկարի։ 2 սևիկ փայլիկով։ 1, 2, կարող եք ունքեր նկարել, կարող եք չնկարել, ինչպես ցանկանում եք։ Հիմա արջի քիթիկն ենք նկարելու, այսպես կիսակալորիկ։ Այստեղ քթանցքը մի փոքր պետք է երևա։ Տեսակ։ Այն սևով եմ ներկելու, աչակողմյան մասում փայլիկ եմ թողնելու, տեսակ, գծիկը իջնելու եմ ներքև,
ձախ եւ աջ այսպիսի պատկեր նկարեմ։ Բա դունչիկի վրա կետիկներ 1 2 3 1 2 3 շատ լավ է։ Ունքերն էլ կարող եմ նկարել, այսպես կիսալուսնաձև։ Քանի որ նա ապաչի արջը երևի թե այսպես գույներով դեմքին ինչ որ նախշեր է արված։ Այսպիսի հիմա ֆուտբոլ երկրպագողներն են այսպիսի նախշեր անում, այսպես։ Կլորիկ, այստեղ էլ որ տարբեր գույներով ներկենք։ Հասկանալի է, չէ՞։ Տեսեք, պարանոցին եւս մեկ թելիկ այսպես կախեմ, կլորիկներ այստեղ կշարեմ, ետևի մաս կընկնի, տարբեր գույներով ներկենք, գուցե այստեղ է սև այսպես ուլունքներ, էլի ինչ որ բաներ կախեմ, հա։ Լավ, եկեք մարմինը նկարենք, հետո կասեք թե ինչ ենք անում։ Այսպես մարմինը իջնում ենք, արջուկի, այստեղ փորիկը ընդգծում ենք, շերտիկ, եւս մեկ ավելի հասլիկ շերտիկ, եւ թելիկներ կախված, բայց թելիկները այսպես կնկարեմ։ Նախշեր էլ կարող ենք անել։ Ապաչի հագուստի նախշեր, էլի այսպես զիգզագաձև նախշ կանենք հագուստի վրա։ Փոքրիկ եռանկյունիներ, մի քիչ գունեղ կներկենք, էլի։ Հասկանալի է, չէ՞։ Շատ լավ է որ հասկանալի է։ Հիմա մեր արջուկի ձեռքը կնկարենք, աջ ձեռքը այսպես կողքին դրված։ 1 2 3 Այստեղ թևիկի վրա, թևնոց։ Մյուս ձեռքը երևի թե մյուս ձեռքում, եթե այսպես ծալենք, բութ մատիկ նկարեմ այստեղ, ծալված մատիկներ 3, մուլտիպլիկացիոն իհարկե։ Այս թևիկ շարունակեմ, պոչիկ կնկարեմ այստեղ, երևի թե ձեռքում կտանք սիրելի փոքրիկներ, ապաչի կացին, կացիներ են լինում, չէ՞, այդպես նախշերով, էլի փետուրներով։ Եկեք կացին նկարենք, հետո կմտածենք, թե ինչ նախշեր ենք տալու։ Կացինի սրածայր բերանիկը, այստեղ էլի սրածայր ինչ-որ մաս։ Փայտիկներ կառանձնացնենք, որ տարբեր գույներով ներկենք։ Շատ լավ է։ Հիմա ոտքերը, օպ, մեր արջուկի, ավելի դյուրին ձևով եմ ձեզ սովորեցնում նկարել, որ բարդություն չլինի ձեզ համար։ 1 2 1 2 եւ վերջ։ Մեր ապաչի արջուկը պատրաստ է իմ լավ բարեկամներ։ Պետք է նրան սկսել ներկել։ Քերին ասում եմ մենք երկար ժամանակ ունենք, դե եկեք մորթին ամբողջովին ներկենք, հետո արդեն կտորները կհասկանանք ինչ ձևով ներկենք։ Ես զիգզագաձև գծիկներով եմ շագանակագույն ներկելու, իհարկե սպիտակ մասեր եմ թողնելու, սիրելի փոքրիկ բարեկամներ, որ մուգ դեղին մատիտով երանք տանք։ Այսպես։ Ասում եմ, չէ, մեկ ականջը մեծ է, երևի լսողությունը լարել է, այսպես։ Ուրեմն կոպերի շուրջ չենք ներկի, այսպես։ Կլորով կընդգծենք։ Դուք հետևեք քերի մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, սիրելի փոքրիկ։ Այսպես, ամբողջովին չենք ներկում, սպիտակ մասեր ենք թողնում։ Երբ որ դեղինը արդեն խառնենք, բրդոտ կերևա ձեր հերոսը։ Այսպես, շատ լավ է։ Անցնում ենք, այտերի կլորիկներ չենք ներկելու, դունչիկներ չենք ներկելու, այսպես, անցնում ենք մարմնին, ընդգծում ենք, ու ուլունքները եզրագծում ենք, այստեղ ատամը, չգիտեմ ինչի ատամ է, եւ հովազի, սկսում ենք, էլի, այսպես, եթե ժամանակ ունենայի, կարող էի մազերը այսպես ընդգծել, բայց քանի որ մեր եթերային ժամանակը այդքան ռետինը նման երկար չէ եւ չի ձգվում, ես այսպես զուգահեռ գծիկներով ներկելու եմ, դուք ժամանակ ունեք, կարող եք մազիկներով անել, այսպես, զուգահեռ թևիկներին եմ անցնում, թևկապը չենք ներկում, սիրելի փոքրիկներ, մեր ապաչի արջուկի, մյուս ձեռքն ենք ներկում, այս մյուս ձեռքին էլ կարելի էր թևկապ նկարել, դե լավ, արդեն անցել է։ Ոտքերը, շատ լավ է, այ մուգ դեղին մատիտը ուր է, հիմա երանգավորելու ենք, այսպես։ Սպիտակ թողված հատվածները լցնում ենք մուգ
դեղին մատիտով, նույնիսկ կոպերը։ Այսպես։ Տեսեք ինչ սիրուն է արդեն ստացվում։ Եթե գծիկից դուրս եք եկել, դուք ունեք ռետինե ջնջոց, սիրելի փոքրիկներ, մաքրում եք, նկարում եք այնպես, ինչպես հարկն է, ներկում եք։ Ես անպայման, ինչպես նաև ապաչիները, մեր հերոսները, մեր լավագույն բարեկամները, երբ որ գնահատեն ձեր նկարները եւ ձեզ հաղթող ճանաչեն, հաշվի են առնելու իհարկե եւ լավ նկարածը եւ լավ ներկածը։ Տեսեք, դունչիկը, ուզում եմ վարդագույն ներկել, չգիտես ինչու, քիչ թույլ երանգով, թեկուզ սպիտակ կարելի է թողնել, բայց այսպես վարդագույն եմ ուզում անել, այտերը նույնպես, վարդագույն, կարմիր և կանաչ, ուր եք, այստեղ են նրանք, այսպես այտերի կարմիրը, մյուս գծիկը արդեն կանաչ կներկենք, շատ լավ է, անցնենք փետուրներին, ինչ եմ անելու, փետուրներից մեկը հենց կենտրոնականը դեղին եմ ներկելու, ապրեք, ձախակողմյանը կարմիր կներկեմ, ընդգծեք պատկերը նոր ներկեք սիրելի փոքրիկներ, այ աչակողմյանն էլ կանաչ կներկենք, այսպես շատ լավ է, կարմիր մատիտով, ինչքան ժամանակ ունենք քերի, ապա, քերին շատ բարի է, մեզ երկար ժամանակ է տալիս, որպեսզի կարողանանք ամեն ինչ հերթով կարգով ներկել, ճակատին կապված շորիկը, նախշերը վերևի սուրանկյուն, երանկյունին կարմիր ենք ներկելու, ավելի հյութեղ լինելու համար ներքևի մասը դեղին երևի թե, այսպես, թև կապն էլ եկեք այդպես անենք, շերտիկներից, ուրեմն վերևի երանկյունինները կարմիր, այսպես, դեղին մատիտով էլ մյուս երանկյունները, այսպես, սրացայր կեր ատամը, դեղին եմ ներկում, ուլունքներից որոշները կարմիր, այսպես, լավ եմ, անցնենք շերտիկներին, այս հագուստը ապաչիների, երևի թե գոտի համարենք, առաջի շերտիկը, այսպես կներկեմ կարմիր, գուցե կարմիր ներկենք փոքրիկ երանկյունիները, այսպես, դուք ինչ գույնով ցանկանում եք, հենց այդ գույնով էլ ներկեք սիրելի փոքրիկներ, քերին ասում է 5 րոպե է մնում, շատ պետք է արագ ներկել, քերի ջան, արագացնում եմ ես, ներքևի շերտիկը դեղին եմ այսպես ներկելու, շատ արագ, վերևի շերտիկն էլ եմ դեղին ներկելու, գուցե մյուս շերտիկն է սպիտակ թողեմ, կարող եք կանաչ էլ ներկել, եկեք կացինը ներկենք, երկաթյան մասը, այսպես մոխրագույն, չգիտեմ երևում է ձեզ մոխրագույնը, տակ, ռալալալալա, փայտիկը մուկ դեղին, այսպես, այստեղ նույնպես արանք կտանք, նրանք ինչ գունավոր կներկենք, փետուրները էլի կարմիր դեղին կարելի է ներկել, այսպես, էսի կարմիր, այս շերտիկն էլ կարմիր, կանաչ, մյուս փետուրը, շերտիկն էլ կանաչ, գեղեցիկ ստացվեց կանաչ մատիտը մեր ձեռքում է, եկեք քանի շատ քիչ ժամանակ է մնացել, մարգագետինը շատ արագ կանաչ ներկենք, իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, դե մնացածը ըստ ձեր մանկական երևակայությամբ, դուք կարող եք այնտեղ ինչ ցանկանում եք նկարեք, հերվում գտնվող էլի բնություն, ես այսպես մի փոքր կապույտով կընդգծեմ, կարող եք ամպիկներ նկարել, գուցե վրանները, որտեղ բնակվում են արջերի ապաչի ցեղը, իհարկե, այսպես, քերի, շտապում եմ քերի ջան, շտապում եմ, այս կապույտն էլ ներկենք, որ հերոսը ավելի լավ երևա, շնորհակալություն քերուն, որ այսքան ժամանակ տվեց մեզ, և մենք ձեզ հետ միասին սիրելի փոքրիկներ շատ հեշտ ձևով սովորեցինք նկարել ապաչի արջուկ, ամբողջովին կա քերի, ապա ցածրի ոտից գլուխ երևում է փոքրիկներին, շատ լավ է, տեսեք այս նկարն էլ մասնակցում է ապաչիների մրցույթին,
դուք նկարում եք Marshmallow ապաչին, Արջուկին, մյուս հաղորդումներին դեռ պարզ չէ, ինչ ապաչիներ կնկարենք եւ ուղարկում եք Քերի մուլտիկնիկին։ Գիտեք, որ հասցեով Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, Կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, սիրելի մեծեր, անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ նոր հաղորդումներ, մուլտիպլիկացիոն համերգներ, հեքիաթ ներկայացումներ, ձեր փոքրիկը ինչ ուզի այնտեղ կարող է գտնել։ Նույնիսկ հաղորդումներ, որ երբևիցե հեռուստաեթերով չենք ցուցադրել։ Ժամանակն է հրաժեշտի սիրելի փոքրիկներ։ Եթե չեք հասցրել ներկել ամբողջովին, ոչինչ, հաղորդումից հետո շատ հանգիստ կարող եք ավարտել։ Ժամանակն է հրաժեշտի, ժամապահ Քերին, մեր նոր հերոսը, Ապաչի Արջուկը, մուլտ աշխարհի ձեր սիրված բոլոր հերոսները, Ապաչի ընկերությունից քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, էլ որը չեմ ասել, նախաճաշիկներով հանդերձ, ինչպես նաև նոր ապրանքատեսակ, մարշմելոներ, 3 համի, դուք արդեն գիտեն, փոքրիկները շատ են սիրում։ Ապաչի ընկերությունը հրաժեշտ է տալիս ձեզ եւ նաեւ Քերի մուլտիկնիկը, իհարկե, վաղը հանդիպելու ակնկալիքով։ Սիրելի մեծեր եւ փոքրիկներ, միշտ ասում եմ, եղեք բարի, ներողամիտ եւ շատ սիրեք բարությունը, սիրեք նկարել, նկարեք բարի հերոսներ։ Չար հերոսները միշտ լինում են հեքիաթներում եւ հեքիաթի վերջում միշտ բարդվում են։ Միշտ նոր հանդիպում եւ մեր այն կախարդական խոսքը։ Ալբուլդա։ Oh.